Այսօր երիտասարդության միջազգային օրն է։ Բոլորիս համար էլ պարզ է, որ հայրենիքի և հասարակության մեջ ամենակարևոր օղակը համարում են երիտասարդները, ովքեր իրենց ուժով, իրենց խելացիությամբ և գրագիտությամբ կարող են կատարել ամենաանհնարինը։ Ես կցանկանամ իմ խոսքը տեղափոխել փոքր-ինչ մեզ համար ցավոտ դաշտ, պատերազմ, և հայրենիքի պաշտպանություն։ Բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք վառ օրինակներ, ովքեր թեկուզ իրենց երիտասարդ տարիքին կատարել են այնպիսի հերոսություններ և սխրագործություններ, որոնց շնորհիվ այսօր մեր պատմության էջերը լցված են։ Իհարկե ցավալի է կորցնել երիտասարդների, բայց միևնույն ժամանակ նաև հպարտանալու տեղիք է տալիս իրենց կատարած գործերը։ Ես կուզենամ ևս մեկ օրինակ գրել։ Սրանից մի քանի տարի առաջ բոլորին ցնցեց իր հերոսությամբ Ռոբերտ Աբաջյանը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռոբերտը ընդամենը 18-19 տարեկան երիտասարդ էր, ով ուներ իր կյանքի պլաններն ու նպատակները, բայց երիտասարդ Ռոբերտը ամենակարևոր քայլը կատարեց իր կյանքում։ Զոհեց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանելով հայրենիքը և իր հասակակիցներին, իրենից մեծերին։ Եվ ինձ համար մեծ պատիվ էր, երբ ամենտեղ երիտասարդներին մեծահասակները սկսեցին նայել այլ աչքով, ընդունել, որ երիտասարդներից կախված է ամեն ինչ։